Մենք չենք ուզում երկինք նայենք, մենք ուզում ենք այս աշխարհի մեջ փնտրենք, ինչ փնտրենք, ճշմարտություն փնտրենք, որը չկա, երջանկություն փնտրենք, որը չկա, սեր փնտրենք, որը չկա, ապահովություն փնտրենք, որը չկա, ուրախություն փնտրենք, որը չկա, բա որտեղ է այդ ամեն ինչը, երկնքում է, երկինքա պետք նայել, Աստծուց է պետք այդ ամեն ինչը փնտրել, ոչ թե այս աշխարհի մեջ, այս աշխարհի մեջ չկա, այս աշխարհի մեջ եթե ասում են կա, խաբում են, խաբկանք է։ Ես նորից հիշեցի մի պատմություն ուսուցողական, մի մարդ հայտնվում է դրախտում, ես սկսում եմ շրջել, սուրբեր են քայլում սպիտակ զգեստներով, խաղաղություն է, հանդարտություն է, այս մարդը մի քիչ քայլում ասում է, ինչ ձանձրալի տեղ է այս դրախտը, ինձ համար լավ չի ասում, ես ձանձրանում եմ ստեղ, ես ինչ է, լուր, մունջ, խաղաղ, ինչ որ մարգագետիններ, բաներ, թռչուններ, կանաչ, հենց այդպես մտածում է, մեկ էլ հեռվից ձայն է լսում, աղմուկի, աղաղակի, քեֆի, ուրախության, և վազում է այդ ձայնի կողմը, վազում է ձայնի կողմ, տեսնում է մի հատ բարձր պատը, այդ ձայնը պատի հետևից է գալիս, արագ բարձրանում է պատի վրա, ինչ է տեսնում, ռեստորաններում ուտում են, խմում են, պարում են, գժի պես թրվռում են առանց հասկանալու ինչ են անում, գիշերային ակումբներ, դիսկոտեկներ, չգիտեմ, այս աշխարհի ամեն ինչը։ Ասում է ինձ էս է պետք, ես պետք չի։ Ու այդ պատի վրայից իրան գցում է այդ կողմ։ Հենց գցում է այդ կողմ, հայտնվում է կրակի, բոցերի եւ եռացող կաթսայի մեջ։ Ասում է, բա ուր են ռեստորանները, ուր են ուտուշ խմուշը, ուր են քեֆ ուրախությունը։ Սատանան ասում է, դա իմ ռեկլամն է։ Դա գովազդ էր միայն, իրականությունը էս է, կրակի մեջ այրվել այդ ամեն ինչի վերջը։ Այս աշխարհը երջանկության պատրանք է, որ մարդիկ կարծում են, թե այս աշխարհի մեջ երջանիկ են լինելու։ Շատ այսօր ցավոք սրտի աշխարհի մեծ մասը մտածում է, որ մենք եթե հասցնենք այս աշխարհի մեջ 2 կոպեկ ավել վաստակենք, մենք կապահովենք մեր երջանկությունը։ Մենք կապահովենք մեր ապահովությունը, մենք կապահովենք մեր երեխաներին, կապահովենք մեր ընտանիքը, այն, չհասկանալով, որ այդ ամեն ինչը Աստծուց պիտի ստանան։ Այս աշխարհի 2 կոպեկը չի տալու այդ ամեն ինչը։ Երկինքա պետք նայել,